Այսօր խորհրդանշումը սիրո և գեղեցկության ուսում։ Այսօր 5-րդ դասարանցիները պատրաստել են գեղեցիկ միջոցառում նվիրված ձեզ հաղթելով երջանկություն, խաղաղություն և մեծ սեր։ Սիրով Շնորհակալ եմ այն մեծ պարգևի համար, որ ինձ տվել ես իմ մայրիկի, նա իմ կյանքի լույսն է, իմ առաջին ուսուցիչը, իմ ամենաջերմ ապավենին, պահպանիր նրան ամենում, օրհնիր նրա քայլերն ու գործերը, տուր նրան արագություն և ուժ, որպեսզի ժպիտը երբեք չհեռանա նրա դեմքից, և նա հողերի հանգիստ մտքերի, և տխրի փիթարի, և անհապստանա հավանությունը, թող նրա սիրտը շնորհիվ սիրով և տունը լույսով ու ուրախությամբ։ Շնորհակալ եմ նրա անսահման սիրով, անհոգ կրքի և ջերմոցների համար, պահպանիր նրան այսօր և միշտ։ Ամեն։ Ինչքան սեր կա քո սրտում, ինչքան անկում գիշերներ, ինձ համար ես ապրում, իմ մայրիկ դու միշտ ես իմ սրտում, ու տեհնալին էր գալուս աշխարհից, ես էլի քեզ կնդեի նավեր կյանքից, ու տեհնալին էր գալուս աշխարհից, ես էլի քեզ կնդեի նավեր կյանքից, նավեր կյանքից, ման ես համար, պատրաստ եմ ողջ աշխարհը սուրտալ, ման ես համար, ուզում եմ որ սրտիս ներդալ իմ մայրիկ, ուզում եմ դու շպտաս ու լինես երջանիկ։ Ինչքան շատ ես դու մայրիկ, թող քեզ մնա հավեկ ու երջանիկ, ու տեհնալին էր գալուս աշխարհից, ես էլի քեզ կնդեի նավեր կյանքից, ու տեհնալին էր գալուս աշխարհից, ես էլի քեզ կնդեի նավեր կյանքից, նավեր կյանքից, ման ես համար, պատրաստ եմ ողջ աշխարհը սուրտալ, ման
Չէ քաշ։ Քաշի մի բա։ Հանգիստ քաշ։ Միտեղ։ Գցի մի օգների։ Սիրելի մայրեր, տատիկներ, քույրիկներ և ուսուցիչներ, սրտանց ամենաբարի և լավագույն ցանկություններով ուզում ենք շնորհավորել ձեր տոնը։ Որդավոր են գարնան բոլոր օրերը, առավել գեղեցիկ է նրա օրերից մեկը, ապրիլի 7-ը, այն մայրության և գեղեցկության տոնն է։ Մայրիկը, գեղեցիկը անբաժանելի են իրարից, որովհետև բոլոր մայրիկները գեղեցիկ են և բարի։ Այսօրը խորհրդանշում է գարունը, նոր կյանքը և ամենաթանկ բառը աշխարհում՝ մայր։ Այս տոնը նշվում է որպես ավետմանօր կապված Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման խոսքի հետ։ Գարունը նորից աչքերը բացեց, գարունն ամեն ինչ բերեց ինձ համար։ Եկեք այդ գարնան անձրև ողոցվենք, թացվենք սրբանանք, ողջունենք ծաղկանք ժպտանքը լուսել, լուսվենք լուսանանք։ Երկրագնդի բոլոր ազգերի լեզուներով մայր բառը համարվում է ամենագեղեցիկը, ամենաջերմը և համակրելին։ Այն միշտ քաղցր է հնչում, չկա մորից ավելի հարազատ և նվիրական էակ։ Եթե կա թանկագին մեակ, որին մենք միշտ պարտական ենք, դա մայրն է։ Ինչքան շատ է լավ մայրերը, այնքան լավ է հասարակությունը։ Մայրն է դաստիարակում ամբողջ մարդկային սերունդը, տալով իր կյանքի լավագույն մասը։ Մայրը եղել է մնում է ընտանիքում, որպես ամենագեղեցիկ և ուշադրության արժանի դեմքը։ Բնությունից միայն մորն է տրված մարդկանց քնքշանքով վերաբերվելու ընդունակությունը։ Շնորհալի մայրը կարողանում է երեխային դարձնել քնքուշ, վայելուչ, աշխատասեր, բարոյական և համակրելի վարքի տեր։ Մորը սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին, արև աչքերին լույսներ նա թափել, լույսնակ դառնալով որդոց օրոսքին, և հիմա քիչ է, թե աչքերս տամ, թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս, աղ, մայր երգելուց ինչպես կշտանամ, մայրս պատկերն է, մայր հայրենիքիս։ Մայրն ամենաթանկագին էակն է բոլոր արարածների մեջ, յուրաքանչյուր զավակի համար։ Նա և մանկություն է, և ծննդավար, և կարոտ, և սեր։ Մայրական սերը ամենազորն է, մոր սիրտը նուրբ է, փխրում բնության մեջ, ոչ մի բան չի կարող փոխարինել նրան։ Yes,
Մայրը մինչև իր կյանքի վերջը իր երեխայի ամենամտերիմ և ամենաուժեղ ընկերն է։ Արթուն թե գնաց պահին նա իր երեխայի մասին փախում, նրան սիրում և փայփայում։ Նա իր բոլոր մյուսակցերից ամենակարևոր իր երեխայի խնամքն է համարում։ Մայրն է միայն ծմակ իր երեխայի համար զգացողություն կատարում։ Ճիշտ է ասված, որ կնոջ մարդկային արժանիքը կարելի է չափել նրանով, թե որքան ուժեղ է նրա մայրության գիտակցությունը։ Աշխարհում եղած ամեն լավի ու գեղեցիկի խորացումը մայրն է։ Մոր սերը հեզ նրանով է տարբերվում մարդկային մյուս զգացմունքներից, որ նա անշահախնդիր է, չի ենվում հատուցման պահանջից։ Նա պատրաստ է ինքնազորությամբ հաղթահարել բոլոր դժվարությունները, իր սերին է երեխայի, հանուն նրա կյանքի և ճանկության։ Մայրը միշտ է ունեցել ազնիվ միտք, արթուն խիճ, գթառած սիրտ, հսկող աչք, սիրող ձեռք և լայնախոհ վերաբերմունք, անկախ ազգերից ու ռասաներից, մայրը համամարտկային էակ է, դա անպատճառով, որ հարկ եղած դեպքերում, իր սիրտը, խիղճը, ծանոթ ուրիշ է, ջահների զավակների համար գործում է, ինչպես խեղճ զավակների համար, եթե նա մայր հասկացողություն իսկույն կարող է, ապա ոչ մյուս չի կարող արգելել այս զգացմունքները։ Հենց այդ պատճառով մայրը աշխարհում բոլոր ժողովուրդների համար դարձել է կուր։ Դա միակ կանոն է, որ մեր բոլորակների բոլոր անկյուններում դեպում է Աստծո կողքին։
Իրավիճակներում պետք է խոնարհվել նրա առաջ, հարգել, սիրել, խորհրդակցել և լսել նրա ներքին ձայնը։ Մայրսակություն ամենասուր, մայրներկություն ամենաներ, դու ամենից կնքոշյակ, դու արևիստակ, դու արև այժեր մաշինքարել տակ, ով է լինել և ինչ ասի, ինչ ասակություն տալիս է, ապրես անգամ մարսի վրա կան նրանհայտ բոլորակի, ամբող շոկով ակնեզանքով խոնրագում են ես ու առաջ։ Դու տքնություն, դու վեհություն, դու հավերժող անմահություն, դու հայրենիք, դու դեր, դու տուն, դու խտացած համբերություն, մայր սրբություն ամենասուր, մայր նրբություն ամենանոր, դու հողեղեն, դու հրեղեն, դու լուսեղեն ու անգինկան, դու մեր կողքին, ապրող աստված, չեմ հասկանում, թե քեզ թողած, մարդն ինչու է նայել վերև ու վերևում փնտրել աստված և բուրորեն պաշտել նրա, երբ միայն քեզ պետք է պաշտել։ Ով տնքնություն ու վեհություն, ով հավերժող անմահություն և խտացած համբերություն։ Ցանկանում ենք լավն ու բարին, կյանքի ձեր մեջ ճանապարհին, ազատ մնաք վշտի ամպից, ծաղիկ բացվի ձեր կյանքին։
ուսուցիչներ և ծնողներ, այժմ ձեզ ենք ներկայացնում հումորային իրավիճակներ մայրիկների թեմավոր խոսքերով։ 5-րդ դասարանում կա մի ավանդույթ, որը կոչվում է բողոքի դասամիջոց։ Երբ իրար գլուխ են հավաքում 22 ակտիվիստներ, ապա հետ չի ասնում դասի զանգի։ Հայ մացալ, մայրս վերջապես բարել սովորեց, բայց անկեղծ ես մի քիչ վախենում եմ իր համար։ Մի ձեռքում մեկն է բռնում մյուսը հաղորդագրություն։ Ես չեմ հասկանում, բարորդները վարում են թե SMS։ Նատալի ջան, ինչ կա զարմանալու։ Իմ մայրը կարողանում է մի ձեռքով ճաշ պատրաստել, մի ձեռքով հեռախոսով խոսալ ու ասել, աղջիկ ջան, դասեր սովորել ես, մի բան մտածում եմ, կարող է մայրը սուպեր մաման է։ Աղջիկներ, ես այդ մի բան եմ նկատել։ Մայրս անգամ գիրարան գործեր կատարում, որ թվում է Wi-Fi-ի մեգաբայթներ չեն հասցնում սպառվել։ Վաղ, արագություն, դու դեռ չես տեսել իմ մայրիկին, մայրաքար արագությունը, որտեղ թաքնվում ես հետև Մացալ, թաքնվելուց խոս գնաց, ասեմ ձեզ, իմ մոր հետ գործին է տախույց, որ չի կարող մեկնել, ինչը որ կորած է և չեն գտնում, նա հաստատ կգտնում։ Տեսեք, մայրիկիս հիշողությունը ինձ արմասնում է, այնպես է դասացուցակս հիշում, որ կարծես եմիսի էլեկտրոնային օրագիրներ չի կրում։ Բավորոնողական հստությունները ինչ ուզում ես հարցնել, ինչ տեղեկություն ա գիտի, նույնիսկ Google-ը չի կարող այդքան տեղեկություն տրամադրել։ Բա որ մայրիկիս առավոտված զգացողությունները տեսնես, շոր հագիր ցուրտ է, կոշիկը թողի, ոտքերդ կմրսի, նա այնպես է գուշակում առավոտվա եղանակը, որ նույնիսկ Սուրենյանի նախատեսումները չեն Այդ են չկատարել պահանջը, մայրիկիս ձայնը կնմանվի տագնապային ձայնի, այն ստիպում է վեր չրչեք դերից, եթե պետք է նույնիսկ հեռակառավարման պահանակը փոխանցել։ Ամեն առավոտ մայրիկիս շտապողականությունը նման է YouTube-ի գովազդի, այն սկսվում է շատ կտրուկ, ստիպում քեզ սպասել, բայց վերջում միևնույն է, դու պիտի սեղմես բաց թողնել կոճակը, որ առաջ Մայրիկիս հայացքը նման է ռենգեն սարքին, անհնար է թաքցնել էմոցիաները, նա կարծում է ինձ ինչպես բազվից։ Էլի բալաները չեք բողոքում, բա չեք հիշում մեր դասղեկի խոսքեր, որ ամեն դասամիջոցի գալիս կանգնում ու ասում, էլի շատ եք կերեխներ, քիչ կերեք, քիչ, հազար անգամ ասեք, Սիրելի մայրեր, եկեք այս ամենի վերաբերվեք կատակով, մենք ձեզ սիրում ենք և ընդունում առանց բացառությամբ, միայն ձեր ամրամերություններով։ Ձեր արագությունը և հիշողությունը, որոնողական հմտությունները, ձեր ձայնը և նույնիսկ ռենգենե հայացքը, այս ամենն այն է, ինչը մեզ ամենաշատն է ոգեշնչում և առաջ մղում։ Մենք ձեզ սիրում ենք։ Մեր սիրելի տակիներ, դուք նույնպես արժանի եք ուշադիր վերաբերմունքի, ջերմության և խիսակության։ Ամեն օր բայց այսօր յուրահատուկ օրը ձեր և մայրիկների համար։ Ձեզ որ հնարավորություն են ձեռնել բոլոր լավ խոսքեր, ասել մեծարել և գլուխ խոնարել ձեր առաջ։ Եկեք այսօր մենք ողջուն ենք որդիաբար, մեզ աշխարհում շահած պահած, մեզ աշխարհում միշտ կուրկուրած, բայց մեզանից չկշտացած մեր անհանգիստ տատիկներին։ Օջախներում մեր հայկական միշտ ապրում է մի ձեր տատիկ, ուրիշ խոսքով նա կոչվում է մեծ մայրիկ, առանց նրանց ինչ մանկություն, առանց տատի ինչ պատմություն։ Գարնան ուրախեստոնին եկեք գովենք տատիկների, ասենք անուշ քաղցր խոսքեր և մեծարենք ինչքան ուզենք։ Իմ լավ տատիկ, քեզ մայրիկից ոչ մի անգամ չեմ տարբերել, ով է քո չափին զուրգուրել և ով է քո չափին զորորասել, քո մեծ տոնը շնորհավոր կրկնակի,
Ախր չէ, որ ոչ միայն իմ, նաև մայն ես իմ հայրիկի։ Սիրելի ուսուցիչներ, այս գեղեցիկ օրը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև ձեզ, քանի որ դուք մեզ համար ոչ միայն ուսուցիչ եք, այլև երկրորդ մայր, ձեր ջերմությամբ, հոգատարությամբ և ասաման համբերությամբ։ Դուք առաջնորդում եք մեզ գիտելիքի ճանապարհով, աջակցում եք մեզ յուրաքանչյուր դժվար պահին և հավատում եք մեզ նույնիսկ այն ժամանակ, երբ մենք ինքներս ենք կասկածում։ Սիրելի ուսուցիչներ, դուք այն լուսավոր մարդիկ եք, ովքեր իրենց սրտի լույսով ճանապարհ են ցույց տալիս ծերունիներին։ Ձեր հոգատարությունը մայրական է, ձեր գեղեցկությունը հոգևոր, իսկ ձեր առաքելությունը անգնահատելի։ Թող այս գարնանային օրը լսվի ձեր սրտերը ժպիտներով, ուրախությամբ և անսահման ուժով, շարունակելու ձեր բարի և կարևոր գործը։ Մայրության և գեղեցկության այս լուսավոր օրը առիթ է ևս մեկ անգամ խոնարհվելու ձեր մեծ նվիրումի համբերության և անսահման սիրո առաջ։ Դուք միայն գիտելիք փոխանցողներ չեք, ձեր ժպիտի մեջ հավաք, իսկ ձեր մայրական հոգատարության մեջ մայրական սեր։ Դուք եք այն մարդիկ, ովքեր ոչ միայն կրթում են, այլ նաև ձևավորում են սեր, բարություն և մարդասիրություն։ Ձեր նուրբ գեղեցիկ սիրտը և պայծառ կերպարը մեր դպրոցի ամենամեծ հարստությունն է։ Ձեր ձեռքերում է ապագան, ձեր խոսքում հույսը, իսկ ձեր սրտում անսահման սեր երեխաների հանդեպ։ Շնորհակալ ենք հոգատարության, համբերության և գեղեցիկ առաքելության համար։ Թող այս օրը ձեզ բերի այն նույն երջանկությունը, որ պարգևում եք ուրիշներին։ Ուսուցիչը լույսի ճամփա ցույց տվող մարդ է, մտության մեջ վառող մի անվերջ ճրագ է։ Նա սրտով է սովորեցնում, ոչ միայն խոսքով, և հավատ է սերմանում յուրաքանչյուր ոք։ Նրա ձեռքում է վաղվա օրվա բանալին, նրա հայացքում է հույսի պայծառ առավոտը, նա սիրով է բացում գիտելիքի դռները և ուշ տալիս հաղթահարելու բոլոր բարձունքները։ Ուսուցիչը միայն մասնագիտություն չէ, այն կոչվում է լի սիրով ու նվիրումով, նա ապագան է կերտում ամեն մի օր, իր մեծ սրտով ու անսահման հոգատարությամբ։
Ցանկանում էր ձեզ կանանային ցողու ողողան, անթիվ, անհաման և ներակ ծաղիկներ։ Երմակաչու Շուշանի մաքրություն։ Ասում եք խոնարհություն։ Բախվում են գտնել աստվածային դրամ, մարդկային երջանկություն, խաղաղ ընտանիք և անսպար շփիթություն։ Սիրելի մայրեր, տատիկներ, ուսուցիչներ, բարեր չեն գտնում հայտնելու մեր խորին շնորհակալությունը ձեզ այն ամենի համար, ինչ որ արել եք մեզ համար, և դեռ էլի պիտի անեք։ Շնորհակալություն ձեր հոգու գեղեցկության և բարի վերաբերմունքի համար։ Դուք թափանցել եք մեր հոգու խորքը, կիսել եք մեզ հետ մեր ուրախությունն ու տխրությունը։ Այսօր, այս հենց պահին, անսահման և տգիտության անսահման կազմունքով շնորհակալություն եք հայտնում ձեզանից։ Քո տոնն է այսօր, ման իմ թարգալին, գալիս է վիշկըտ, կարատով անկի, որ նվիրեմ սերն իմ անարատում, մի ծախ և հույժ նվիրում եմ քեզ, որոնք հանդեպ իմ սերն է անում, որ քո կյանքը դարձնի մի կանաչ քարիչ։ Իմ աշխարհը մեր այգին է, ու մեր բակը, մեր լեռներն ու արեգակը, իմ աշխարհի հենց կենտրոնում իմ մայրիկն է ու հայրիկը, և մեր սերը և մեծ
քույրիկս, իմ տատիկը, լավ պապիկը, դեր մի խոսքով մեր համերաշ ընտանիքը։
Սիրելի 5-րդ դասարանցիներ, սիրելի Տիկին Դանելյան, անչափ շնորհակալ եմ, որ այստեղ եք, սիրելի ուսուցիչներ, սիրելի ծնողներ, այս գեղեցիկ օրը դպրոցը ցնծած ուրախությամբ, շնորհավորանքներով, տոնական տրամադրությամբ, ապրեք որ կաք, ապրեք որ գեղեցկացրեցիք մեր տոնը, շնորհակալություն Ինգեր Թովմասյան նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար։ Ընդհանրապես ուզում եմ ավելացնել, շնորհավորել մաղթել մայրական մեծ սեր, մեծ հարգանք, դուք արժանի եք ամենալավին, իսկ ձեր երեխաները, մեր սովորողները, ձեր օրը դարձրեցին իսկական տոն, վայելեք, ապրեք, ամեն վայրկյանը գնահատեք, որպեսզի ամեն ինչ իր տեղում լինի, ծնողը իր տեղում, զավակն իր տեղում, մենք էլ մեր տեղում, շնորհակալություն դպրոցի հետ համագործակցելու համար, ու մեկ էլ մի բան եմ ուզում պարտադիր շեշտել, այսօր մեր նորաբաց հիմնավերանորոգված դպրոցը առաջին անգամ իր բեմում ունեցավ գեղեցիկ պայծառ դրական միջոցառում, շնորհակալություն ենք հայտնում ՀՀ կառավարությանը մեզ աջակցելու, մեր կողքին լինելու համար։ Եվս մեկ անգամ շնորհակալություն, շնորհավոր բոլորիս ապրիլի